Ժիրայր Բուդակյան մամլո ուսումնասիրության կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը կատարվեցավ Աստագի Փյունիկ սրահի մեջ, որում ներկա գտնվեցան Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեամարքեպիսկոպոս Խաչարյան, Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյան, Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բակրադունի, Ջարդարարվեստի նախարար Վրես Սաբունջյան, Պետական նախարար Զորավարփան Օսմանջյան, Լիբանանի մեջ Հայաստանի դեսպան Աշոտ Կոչարյան, ինչպես նաև բարերար Սարգիս Բուդակյան, իր ազնվապայել դիգնոջ եւ հորեղբոր Ժիրայր Բուդակյանի հետ, ինչպես նաև հյուրեր, հրավիրյալներ եւ Աստագի բարեկամներ։ Բացման խոսքը կատարեց Աստագի խմբակիրներն Վահրամ Էմնյան, որուն խոսքին ավարտին ցուցադրվեցավ Աստագի 85 տարիները եւ խմբակրադուն փոխադրության պատմությունը ամփոփող դեսերիզմը։ Իր խոսքի մեջ Աստագի դնորեն Շահան Կանդարյան նշեց Աստագի արխիվային հարստությունը, հանրության դրամատրության տակ տնելու կարևորությունը, նկատի ունենալով անոր փոխանցությունը իբրև սկզբնաղբյուր հայկական եւ լիբանանահայ կաութի պատմության։ Կանդարյան անդրադարձավ նաեւ Աստագի 85-ամյա արխիվը թվայնացնելու կարևոր աշխատանքին։ Անշնորհակալություն հայտնեց բարերար Սարգիս Բուդակյանին Աստագի նկատմամբ սերն ու վստահությունը կորձնականորեն թարգմանելուն համար։ Իբրև երախտագիտություն Աստագի նկատմամբ ցուցաբերած հadoop վերաբերումին եւ դվյալ կենտրոնի հիմնադրության հովանավորությունը ստանցնելուն համար Աստագի դնորեն Շահան Կանդարյան Աստագի հուշանվերը հանձնեց դեր եւ Դիգին Սարգիս եւ Ժուլի Բուդակյանին։ Այս արիտով հված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի եւ շնորհավորության խոսքը ընթերցեց Հայաստանի վարչապետի օգնականներեն Նարեկ Կալստյան։ Աբա Սարգիս Բուդակյան իր կողքին ունենալով իր հորեղբայրը Ժիրայր Բուդակյանն ու առաջնորդ Սրբազան հայրը գդարեց 5 մարտ 1927-ին լույս տեսած Աստագի առաջին թիվին թվայնացումը։ Իր խոսքի մեջ Հոյիտալիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյան շեշտեց տաշնակցական մամուլին առաքելությունը ազգային կապարական մտածողության ձևավորման տեսակետեն եւ հաստատեց, որ հաջորդական կենտրոնական կոմիտեներ միշտ նեցուկ կանգնած են Աստագին, ավելցնելով, որ նոր կենտրոնը նոր ավիշ, երանտ եւ գենսունակություն պիտի դա 85-ամյա երդմգդրած օրաթերթին։ Սրդի խոսքը դասանեց նաև Հոյիտա Արեմեդյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ դոկտոր ՎիկենՈվսեփյան, որ գլխավորապես լուսարձակի դագարավ մեգենասության եւ բարերարության մերօրյա ընթերնումները։ Սրդի խոսքը դասանեց նաև Լիբանանի մեջ Հայաստանի դեսպան Աշոտ Կոչարյան, որ այս արիտով Սարգիս Բուդակյանը բարգեւադրեց Հայաստանի Սփյուռքի նախարարության բարձրագույն ոսկյա մեդալով։ Առաջնորդ Սրբազան հայրը իր խոսքի մեջ կենտրոնացավ ընտանեկան առողջ դաստիարակության վրա, որուն արկասիկն է Սարգիս Բուդակյանի բարերարությունները եւ Աստագի ջամփով հայ մամուլի նկատմամբ անոր դածած խորսերն ու հարկանքը։ Ավարտին իր սրդի խոսքը արտասանեց Սարգիս Բուդակյան, որ շեշտեց, թե Աստագորաթերթը արիտ կնցեր է նոր սերունդին, որբեսի իր ժառանգության դեր կանգնի, աբական գազմագերբելու համար անցյալ են կահված պատկամներով առաջնորդվելով։